Թուրքական աշխարհը դա միջին ասիական պետություններն են, որոնցից ամենամեծ պետությունը Ղազախստանը Նիկոլ Փաշինյանին պարգևատրեց իր բարձր պետական պարգևով ոսկե արծիվ շքանշանով, որից մինչ այդ պարգևատրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այսինքն պարզա որ սա մաքուր թուրքական նախագիծ է եւ բացի թուրքական շահերից դե ուրիշ շահ գոյություն չունեն։ Ուղղակի Միացյալ Նահանգները պատրաստ է այդ ծառայությունը մատուցել թուրքական աշխարհին, դրա դիմաց ստանալով այն ինչ որ ինքը ակնկալում է ստանալ դրանցից, այսինքն կտրել նաև միջին ասիական պետությունները Ռուսաստանի հնարավոր ազդեցությունից։ Ռուսաստանի ազդեցությունից, Իրանից։ Միջայլոց ասեմ նաև ինչ են հիմա արագ, տեսեք, այս ամեն ինչը նաև շրջանցում է Վրաստանը, չէ՞։ Որովհետև հիմա այս պահին գոյություն ունի Բաքու-Թբիլիսի-Ջեյրան նավթամուղը, գոյություն ունի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթ գիծը, չէ՞։ Հիմա եթե դա գոյություն ունի, իրանք հիմա էլ կարող են, չէ՞, դրանով գնալ։ Ինչի կարիք ունեն, որ գան ստեղով։ Այսինքն առաջնահերթ դա Ադրբեջանը կապվում է Նախիջևանի հետ, բայց նաև շրջանցում է Վրաստանը, որ պահին, որ լարվածություն առաջացավ Վրաստանի եւ Արևմուտքի հարաբերություններում։ Հիմա ասենք մեծ ողջավորությամբ այդ օրը կարող է ընդհանրապես երկրում արտակարգ դրություն սահմանը երևի մի 20 օր սաղից չթողնեն տներից դուրս գանք, երբ որ Միացյալ Նահանգների փոխնախագահը գա Հայաստան, բայց Միացյալ Նահանգների ոչ թե փոխնախագահը, այլ նախագահը Վրաստան այցել է 2006 թվականին, այն դեպքում, երբ որ Վրաստանը որոշեց փոխել իր կողմնորոշումը եւ ընտրել Միացյալ Նահանգների արևմուտքի հետ զարգացման ուղին։ Ընդամենը 2 տարի հետո եղավ ռուս-վրացական պատերազմը, որից հետո Վրաստանը կորցրեց անդառնալիորեն իր տարածքները, իր ինքնիշխանության մեծ մասը, այսինքն իր տարածքների նկատմամբ իր իշխանությունը եւ հայտնվեց շատ ծանր իրավիճակում։